Եպիսկոպոսները Երևան Փաշինյանին հանդիպեցին, իշխող թիմից ողջավորություն էր, ողջորոքումը եկեղեցին, բայց մեծ թվով եպիսկոպոսներ նշում են, որ իրենք մայրաքաղաքի կողմն են, վեհապարի կողմն են։ Չեք շտապել հայտարարություններում եւ արդյոք որ ժամեր են մնացել Ատենց որ մեկ չէ, ես տենց հայտարարություն եմ, որ ասում շտապել եք, ինչ եք, որ իշխանությունից ում գնացեք իրեն հարցրեք, քաղաքական Ես չեմ կարող պարոն Ալեքսանյանի տեղը պատասխանել, պարոն Ալեքսանյանը իր գնահատականն է տվել, բայց դա ես կարծում, չէ, ես ոչ մի բան չեմ գտնում, ես գտնում եմ, որ ակնհայտա որ վերջացել է այդ կինոն։ Բայց ինչ են քննարկել։ Այսպես ասած, չգիտեմ ինչ են քննարկել։ Բոլոր հարցերի ոնց է միաժամանակ ունեցող օֆշորային սկանդալների մեջ հայտնված հոգևորականը մասնակցի, որ ինչպես դուք եք ասում, եկեղեցու նորոգմանը։ Լսեք, ինչ է նշանակում եկեղեցու նորոգմանը։ Ուզում հասկանամ։ Ես այդ մարդուն որպես կաթողիկոս բնականա չեմ տեսնում եւ դա իմ համար անկրնելի հարց է։ Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևէ բան չեմ ասում։ Իրանց Սարգսյանի հետ կապվում էր օֆշորային սկանդալում։ Ինչ է առաջարկում, մարդը գործող եկեղեցու պաշտոնյա է եւ ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է աղքատության ուխտը։ Դա ինչու չեք բարձրաձայնում։ Ես նորից եմ ասում։ Ըստ մամուլի դուք բարձրաձայն եք, հələ գնացեք մի հատ այդ։ Մենք որ բարձրաձայնում եք, դուք ասում եք։ Չէ, դուք եք զբաղված եկեղեցու նորոգմամբ։ Իշխանությունը։ Դուք եք զբաղված եք մեզ ասելով, որ մի մտեք դա ձեզ չի վերաբերվում։ Հիմա քիչ եք։ Դե ես կարամ հեսա կպատասխանեմ։ Դե ես կարամ ձեզ ստանդարտ ձևերով պատասխանեմ։ Ասեմ, եթե դրա հետ կապված պետական որևիցե իրապահ մարմինին դիմում կա, թող այդ դիմումը ընթացք ստանա։ Ես փորձում եմ ձեզ ճիշտ պատասխանել, ես փորձում եմ ձեզ պատասխանել քաղաքական տրամաբանության մեջ մշտապես։ Ասում եմ, քաղաքական առումով պարոն Քաջարյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի բանակցությունների մեջ չենք։ Ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները։ Ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքի, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում։ Իսկ ինքը համապատասխանում է հոգեվորականի ես խոսում եմ մենակ այն բանի մասին, որ իմ տիրապետ ունի։ Ես արդեն ասացի, ես իր փայլակի հարցի նաև բնույթից ելնելով ես չեմ տեսնում, որ նման մարդը կարող է Հիմա դուք ուզում եք, որ ես միջանցքում ազգային ժողովի կանգնած շախմատային ֆիգուրների պես թեկուզ մտովի այդպես տեղաշարժումներ անեմ, ես դա չեմ անել, որովհետև ես ո՞րն այն ակնհայտ է, որ կտրիչը ուխտադրուժ է։ Ժողովուրդ, եկեք խնդիրը կանգնում եմ, որ բոլորը անընդհատ հարց եք տալիս, Ես չեմ կարող տալ, բոլորը տալիս է, բայց ես չեմ կարող տալ։ Դե եկեք հերթով բանանենք, Ես տվեցի արդեն հարցը։ Չլսեցի, Սուզան ջան, նորից Ես ասում եմ, որ դուք խնդիր եք դրել եկեղեցու հիմնական հիմքը, որը արշավ իրականացում կաթողիկոսի դեմ, դա կուսակրոնության ուխտը խախտելն է։ Հիմա դուք հավաքել եք հոգևորականների եւ Փաշինյանը հանդիպում է հոգևորականների հետ, որոնց մեջ ըստ մամուլի կա նաև կուսակրոնությունը խախտած հոգևորական։ Ինչպես եք մեկի մեղքով, մյուսի մեղքը խախտում։ Իսկ նախ ով ասեց, որ մենք հավաքել ենք, ով ասեց, որ մեկի մեղքով մենք մյուսը մաքրում ենք։ Այսինքն ուզում եք ասեք, որ մեկի համար այդ ուխտադրուժը ներելի է մեր ընկալմամբ, մեկի համար տենց չի, չէ, տենց չի։ Մեր համար դա ներելի չի։ Խոսքը գնում է նրա մասին, որ իրանց ներսում process-ը սկսվել եւ այդ process-ի հիմքերում դուք գիտեք ինչ փաստաթուղթադրած եւ վարչապետը հանդիպել է եւ իրանց հետ քննարկել է այդ process-ը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ process-ը սկսել։ Հիմա այդ process-ի վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի եւ գործընթացների հարց է։ Ես հիմա ոչ կարամ կանխատեսեմ, ոչ կարամ որևիցե մեկին այս պայն, այդ սենյակում գտնվող ինձ թույլ տամ գնահատական տալ, որովհետեւ իմ համար այս պայի դրությամբ ֆիքսված երկու բան կա։ Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն ունի երեխա, հրապարակվել է համացանցում լրագրողները հրապարակել են
լուսանկար, ինքը դա չի մերժել, չի հերքել, որտեղ նման բան կա, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որ ես չեմ ողջունում ու շատ դատապարտում եմ, կապված Արշակ Սրբազանի հետ կապված, որը նույնպես այս պայծրությամբ հաստ է, մնացածը ոնց կգնահի։ Եթե բուսային քարերի առաջնորդի հետ կապված եւս Հիմա գործիքներն արդեն դժգոհ են։ Խնդրում եմ, էլի չգիտեմ, նույնիսկ չեմ լսում։ Չէ, մի րոպե, 24 միգրացիա չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լավ բան բաներին ասում եւ ասում են դեղափարի կողքին են եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ, այլ Փաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ որ նամակ են հաշվում։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որը անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք սկզբից ասում էիք, դուք գնացիք կեղծ պատարագ արեցիք, Տեր Արամը կարգալույց է, հետո մենք գնացինք այլ եկեղեցուն պատարագի, որտեղ արդեն ոչ կարգալույց եղած մեկն էլ պատարագ անցկացնում, ասեցիք, հեսա իրան կարգալույց կանեն եւ այս պատարագը վերջացնեն։ Եվ այս պատարագը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ որ անօրինական բան, հետո թեմի առաջնորդ եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդ եկավ, արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, եւ այս ճնշումը ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը, միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա, եւ այդ խնդիրը մեծ է, որովհետեւ իրականում այս ճակերտավոր ճնշումը Կտրիչ Ներսիսյանին պետք է անհանգստացներ, որովհետև ակնհայտ է, որ այլևս եթե նույնիսկ վաղանդություններ եւ մենք իշխանություն չլինենք, այլ իշխանություն կա, այլևս ակնհայտ է, որ անհնար է եւ նույնպես վաղաշաբաթի ընտրությունները, հա, երբ որ բոլոր Ռուսաստանաբնակ տարբեր կերպարներ, ընդեղի դաշնակցական ուժեր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, եկեղեցականները ցուցադրաբար գնացին, քվեարկեցին, իսկ մենք 57-58%-ով այնտեղ հաղթեցինք, սա նույնպես ճնշում է։ Սա, եթե Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, ես կարծում եմ, որ սա եւս մի պատճառ է, որ ինքը եթե այդքան բանը չի հասկանում, ինքը հաստատ իր տեղը չի։ Լսեք, եթե տենց է, ուրեմն դրա մասին ընդհանրապես որովհետև եթե պայմանական, հա, եթե պայմանական կարա մեր երկրի ղեկավարը կամ ինչ-որ իրավապահ մարմին իրենց վրա կոմպրոմատ հավաքի, դուք էլ տենց բան ունեք, սովորություն, ոնց էր անուն այդ մարդու, որ ասում եք, Փաշազադա, չէ, Փաշազադը, ուրեմն Փաշազադը 10 անգամ ավելի կոմպրոմատ ունի իրենց վրա։ Եթե տենց է, հա, ուզում հասկանամ, դուք ձեզ թույլ եք տալիս, անձամբ դուք արգելիս, անձամբ դուք, որպես լրագրող, սա էլ երկրորդ անգամ է, նաև վարչապետին եք հասնալի, ասում եք, բանը, Ադրբեջանի այսինչ ղեկավարը, եկեղեցու ղեկավարը, ինչ որ այա, նոր ասեցիք, որ Փաշազադեի հետ կարող պատասխանեմ, բաց, սխալ, բայց պատասխանեմ ձեր հարցին, թե չգթե գնամ։ Հետո կասեք ես դեր չեմ, հիմա ինչ եք հարցում, Փաշազադեի անունով տվեց, դուք թե ես։ Ես այդ մարդու անունը ձեզնից եմ իմացել։ Իրենք ասում են, որ Փաշազադեից ուղղված Հիմա հարց եմ տալիս, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահը պայմանական ենթադրենք, կարա կոմպրոմատ ունենա ինչ-որ մեկի վրա, բա այդ ձեր նշած անձնավորությունը Փաշազադեն կարող է մի 5 անգամ ավելի շատ կոմպրոմատ ունենալ։ Իհարկե կարող է ավելի շատ կոմպրոմատ ունենալ։ Իսկ ի՞նչ է սրանից բխում։ Սրանից որ բխում է, որ ամեն ինչ որ տեղի անում ճիշտ է։